Եթե ուշադրություն դարձնենք մեր երթևեկությանը, ապա հեշտությամբ կնկատենք, որ դրա մի զգալի հատվածը կազմում են ամենագնացները, կամ այսպես կոչված ջիպերը։ Ընդ որում 4 տանող անիվներով մեքենաների բազմաշերտ ընտանիքի ողջ տեսականին մեզանում առկա է, սկսած փոքրածավալ պարկետային ջիպերից մինչև մեծածավալ լյուքս ամենագնացներ և պրոֆեսիոնալ ջիպեր։ Այդ հանգամանքն իհարկե իր բացատրությունն ունի՝ լեռնային տեղանք, ոչ այնքան լավ ճանապարհներ և կարծես արդեն օրինաչափություն դարձած ցրտաշունչ և ձյունառատ ձմեռներ։ Այդ պատճառով էլ միանգամայն տրամաբանական է 4 տանող անիվներով մեքենաների առատությունը մեզանում։ Այսօր մենք հնարավորություն ունենք մոտիկից ծանոթանալու լյուքս կատեգորիայի մեծածավալ ամենագնացների ընտանիքի լավագույն ներկայացուցիչներից մեկին՝ Nissan Patrol-ին, որը մեծ սիրով տրամադրել է Nissan-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Murran ընկերությունը։ Մի 20 տարի առաջ, երբ Միխայիլ Գորբաչովի թեթև ձեռքով սկսվեց այսպես կոչված պերեստրոյկան և քանդվեցին երկաթյա վարագույրները, սովետական շարքային քաղաքացու առջև բացվեց մի անծանոթ և գունազարդ ավտոմոբիլային աշխարհ, որի գոյության մասին միամիտ սովետականներս գաղափար անգամ չունեինք։ Ճիշտ է, խորհրդային մամլիչի միօրինակ կլիշեով դաստիարակված հանրությունը բնազդորեն կռահում էր, որ գոյություն ունի զուգահեռ մի հակոտնյա իրականություն ևս, սակայն ամենավառ երևակայությունն ունեցողներն անգամ չէին կարող պատկերացնել, թե որքան հեռու էր սովետական ավտոմոբիլաշինությունը արևմտյանից, եթե իհարկե ամենատարբեր պարտիական ինստանցիաների և կագեբեների թույլտվությամբ գոնե մեկ օրով չէր եղել կապիտալիստական որևէ երկրում։ Գորբաչովյան պերեստրոյկան բացեց կողպած դարպասները և ամենատարբեր արևմտյան ապրանքներ, Բուշի տոտիկներից մինչև շքեղ ավտոմեքենաներ սկսեցին թափանցել սահմանից այս կողմ։ Հենց այդ տարիներին էլ սովետականներս առաջին անգամ ծանոթացանք հտող կապիտալիզմի ավտոարտադրանքի հետ և ի զարմանս մեզ հայտնաբերեցինք, որ մինչ այդ մեր պատկերացումները ավտոմեքենաների մասին, մեղմ ասած, չէին համապատասխանում համաշխարհային ստանդարտներին և մի խոր նանդունդ էր մեզ բաժանում իրարից։ Բացված սահմանից այս կողմ հայտնվեցին բազմատեսակ մեքենաներ, որոնց մեջ իր չափերով և առնական տեսքով առանձնանում էր Nissan ընկերության Patrol ամենագնացը, որը որևէ նմանություն չուներ սոցիալիստական աշխատավորի մինչ այդ տեսած զինվոր Ես շատ լավ հիշում եմ 80-ական թվականների վերջերը, երբ առաջին անգամ տեսա Nissan Patrol-ը։ Պետք է խոստովանեմ, որ այն ուղղակի շշմեցուցիչ տպավորություն թողեց ինձ վրա, այնքան անսովոր էր այն սովետական Վիլիսների և Նիվաների ֆոնին։ Հատկապես տպավորվել էի լայն անիվներով և քրոմապատ դետալների առատությամբ, իսկ թափքի կառուցվածքն ուղղակի որևէ աղերս չուներ այն ժամանակվա սովետական որևէ մեքենայի հետ։ Կոոպերացիայի հարվածային առաջամարտիկներն անմիջապես գնահատեցին Patrol-ի ողջ հմայքն ու ուժը, որն առանց ճիգերի հաստատվեց սովետական ավտոմոբիլային Օլիմպոսում և նեխած կապիտալիզմի ավտոարտադրանքի այլ ներկայացուցիչների հետ միասին վերջ դրեց սև Վոլգաների հեգեմոնիայի դարաշրջանին։ Այնուհետև էստաֆետը վերցրեցին Grand Cherokee-ները, Pajero-ներն ու Land Cruiser-ները, քիչ ավելի ուշ ML-ները, Range Rover-ներն ու X5-երը։ Եկավ նաև Գելենդվագենների, Կայանների և Տուարեգների աստեղային ժամը։ Սակայն, որպես խորհրդային ավտոմոբիլային կարծրատիպի թմբիրից ուշքի բերող անուշադրի սպիրտ, իմ հիշողության մեջ անջնջելիորեն տպավորվել է հենց այդ
4-րդ սերնդի Nissan Patrol-ը։ Սա Nissan Patrol-ի թվով 6-րդ սերունդն է։ Մեքենայի առաջին սերունդը հրապարակ է հանվել դեռևս հեռավոր 1951 թվականին և իր ծննդով մեքենան պարտական է ոչ ավել ոչ պակաս ամերիկյան բանակի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ ամերիկյան բանակն իր դիրքերն էր ամրապնդում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, անհրաժեշտություն առաջացավ լիակարշակ պարեկային մեքենայի, որով հնարավոր կլիներ իրականացնել ամերիկյան ռազմական միսիան ասիական բավականաչափ դժվար և բազմազան կլիմայական գոտիներում։ Ամերիկացիներն իրենց տրամադրության տակ ունեին համապատասխան տեխնիկա, պատերազմի տարիներին և դրա թողուբողով անցած Վիլիսը, սակայն մեծաքանակ արտադրությունն ու տեղափոխումը տարածաշրջան համարվեց վնասաբեր և որոշում ընդունվեց հեռավոր արևելյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արտադրողների միջև մրցույթ կազմակերպել և ընտրություն կատարել, որոնք էլ տեղում կկազմակերպեին արտադրությունը։ Որպես հիմք ընդունելով ամերիկյան Վիլիսը, ճապոնացիները ստեղծեցին իրենց օրինակները՝ Toyota-ն BJ Cruiser-ը, որը հետագայում զարգանալով դարձավ Land Cruiser, իսկ Nissan-ը Patrol-ը։ Սակայն ամերիկացիների ընտրությունը կանգ առավ Mitsubishi-ի վրա, որն արդեն հասցրել էր գնել Վիլիսի արտադրության արտոնագիրը և Toyota-ին և Nissan-ին այլ բան չէր մնում, բացի իրենց ստեղծած զինվորական ամենագնացները քաղաքացիական նպատակների համար հարմարացնելուց։ Այդպես 1951 թվականին ասպարեզ է հանվում Nissan Patrol-ի առաջին սերունդը, որը նույն զինվորական Վիլիսի փիլիսոփայությամբ պատրաստված, պարզ և պահպանողական, հուսալի և անցունակ գաղափարախոսությամբ օժտված, քիչ թե շատ քաղաքային պահանջմունքներին հարմարեցված մեքենա էր։ Այդ նույն հուսալի և պարզ սխեման, լոնժերոնային հենոցը, միաձուլ կամրջակները, իջեցնող փոխանցումաշարքը, առջևի անիվների կոշտ միացումով դարձավ Patrol-ի այցեքարտը և բոլոր 5 սերունդների անփոխարինելի կոնցեպցիան իր տրամաբանական զարգացումով։ Հենց այս հուսալի և անցունակ բնութագիրն էլ Nissan Patrol-ին դարձրեց ամենահարգված արտաճանապարհային պրոֆեսիոնալ ջիպերից մեկը, ըստ արժանվուն գնահատվելով միջազգային հատուկ նշանակության ծառայությունների, օրինակ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի, Կարմիր խաչի և այլ առաքելությունների կողմից, որոնք աշխատում են ծանր դաշտային պայմաններում։ Իսկ որոշ, օրինակ Մերձավոր Արևելյան արաբական երկրներում այն դարձավ ուղղակի պաշտամունքի առարկա, ստանալով ամենաանհավանական կերպարանափոխություններ, համարվելով ծանր անապատային պայմաններում շահագործվելու իդեալական և անփոխարինելի փոխադրամիջոց։ Նոր արդեն 6-րդ սերնդի Nissan Patrol-ն ասպարեզ է հանվել 2010 թվականին և արդեն բավականաչափ աշխուժություն մտցրել տարբեր, այդ թվում նաև մեր շուկայում։ Նոր Patrol-ն իր չափերով մեծացել է և մոտեցել մեծածավալ Armada-ին։ Nissan-ում կայացրել են ստրատեգիական որոշում Patrol-ի ստատուսի բարձրացման վերաբերյալ, որը պետք է մարմնավորի երկու մոդելների՝ Patrol-ի անցունակությունն ու դիմացկունությունը և Armada-ի ընդարձակությունն ու հարմարավետությունը, իսկ Armada-ն կհանվի արտադրությունից։ Ճիշտ է, նոր Patrol-ն իր չափերով զիջում է մարմնեղ Armada-ին, սակայն թե երկարությամբ, թե անիվային բազայով գերազանցում իր հիմնական մրցակից Toyota Land Cruiser-ին։ Ահա այսպես մոտ 60 տարի առաջ ամերիկյան բանակի համար ստեղծված երկու մրցակից ճապոնական մեքենաներն անցնելով պատմության քառուղիներով կրկին կանգնած են դեմ հանդիման, բայց արդեն որպես լյուքս կատեգորիայի մեծածավալ ամենագնացներ, որոնց առաքելությունը բարձրագույն հարմարավետությամբ իրենց ուղևորներին տեղափոխելն է ցանկացած տեղանքով։
Նոր Nissan Patrol-ը դուրս չի մնում ճապոնական ընկերության ամենագնացների արտաքին դիզայնի ընդհանուր ոճաբանությունից։ Որպես դրոշակագիր մոդել այն խոշորացել է, դարձել մասիվ եւ պատկառելի, սակայն ոչ վանող ու ահարկու։ Առջևում քրոմապատ մասիվ ռադիատորի քողարկիչն է լատինական V տառի ոճավորումով, որը խորհրդանշում է Victoria հաղթանակ։ Մեքենայի երկարությունը հասել է 5 մետր 14 սանտիմետրի, իսկ անիվային բազան 3 մետր 7,5 սանտիմետրի։ 20 դյույմանոց անիվները շատ լավ տեղավորվել են անվակամարներում, համահունչ թափքի չափերին, իսկ ընդհանուր առմամբ Patrol-ն ընկալվում է միանգամայն դինամիկ եւ միաձույլ։ Նրա առանձին դետալները, ետևի կանգազդանշանները, արտաքին հայելիները, դռների քրոմապատ բռնակները համաչափ են թափքի ծավալի հետ, այդ պատճառով էլ ընկալվում են բնական եւ տրամաբանական։ Մի առանձին հմայք են առջևի թևերի քրոմապատ օդափողիչ անցքերը եւ կողային խուլ ապակու հակադարձ թեքությունը, որով կողքից անսխալ որոշում է մեքենայի պատկանելիությունը Nissan-ի ընտանիքին։